լսելու, հասկանալու ինչ է կատարվում այնտեղ, այսքան այս բանը։ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանը Բաքվում ընթացող դատավարությունների դեմ անհարկի քարոզչության փոխարեն պետք է գործակցի խաղաղության ուղղությամբ, իսկ որպես գործակցության օրինակ Հաջիևը նշում է, Հայաստանը պետք է հանձնի նաև պատերազմական հանցագործության համար մեղադրվողներին։ Այսինքն Ադրբեջանը ոչ միայն պահում է Բաքվում պատանդարված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, գերիներին, այլ պահանջում Հայաստանից հանձնել մի շարք գործիչների։ Ձեր մեկնաբանությունը խնդրեմ, պարոն Բեգլարյան։ Դե հերթական ադրբեջանական ծուղակն է, իրենք բավականին լուրջ ռազմավարությամբ պատրաստված գիտեն, թե որ պահանջը երբ են ներկայացնում եւ ինչ որ պահի սա լինելու է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համաձայնագրի կամ այլ կերպ ասած ճակերտավոր խաղաղության համաձայնագրի պայմաններից մեկը։ Ադրբեջանը գիտի, թե ինչ անի, որպեսզի վիժեցնի հնարավոր խաղաղության համաձայնագիրը, որտեղ ինքը ուժեղի դիրքերից է հանդես գալիս եւ փորձում է ստանալ ամեն ինչ առանց համաձայնագրի, նախքան համաձայնագիրը, եւ ինքը բավականին շատ բան ստացել է միայն այն նպատակով, որ Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, որ փակեն ագրեսորի ախորժակը, այսպես ասեմ, միգուցե սրանով կբավարարվի, բայց իրենք չեն բավարարվելու միանշանակ եւ դրա պատասխանն այն է, որ եթե իրոք դուք ցանկանում եք խաղաղություն, եթե իրոք ցանկանում եք արդարադատություն, ուրեմն եկեք քննարկենք լայն խաղաղության, համապարփակ եւ ներառական խաղաղության հարցը։ Եվ այս խաղաղության համաձայնագիրը պետք է ուղղակի պատրվի մի կողմ նետվի եւ նոր համաձայնագիր պետք է մշակվի, որտեղ հակամարտության բոլոր հարցերը պետք է ներառված լինեն, այդ թվում կարելի է ձևավորել օրինակ ճշմարտության հանձնաժողով, չգիտեմ, նույնիսկ միջազգային տրիբունալ, որտեղ բոլոր հնարավոր մեղադրանքները երկկողմանի պետք է օբյեկտիվ կերպով քննարկվեն, քննվեն, ուսումնասիրվեն։ Դա կարող է լինել թե իրավական մեխանիզմ, թե տարբեր հակամարտություններում նաև կիրառվել է քաղաքական մեխանիզմ, ուղղակի ճշմարտությունը վերհանելու եւ հասարակություններին, ժողովուրդներին հաշտեցնելու համար, բայց չի կարող լինել մի պետության միակողմանի process, այն էլ այդ պետությունը բռնապետական ռեժիմներից մեկն է համարվում աշխարհում, որտեղ հիմա էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում եւ հայերի հանդեպ եւ ուղղակի ադրբեջանցի բանտարկյալների հանդեպ։ Հետեւաբար այս դաշտ հնարավոր չէ մտնել, բայց ես մտավախություն ունեմ, որ Հայաստանի գործող իշխանությունները նույնիսկ այս ծուղակը կընդունեն, ինչ-ինչ իրենց ներքին եւ արտաքին հաշվարկներից ելնելով։ Այստեղ ռեալ մենք հերթական լուրջ մարտահրավերի առջև են կանգնած, ինչպես կանգնած ենք օրինակ միջազգային ատյաններից միջպետական գանգատները հետ վերցնելու արդեն վերահաս ռիսկի առջև։ Պետք է նշեմ, որ ըստ էության շատ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը, իդեմս իր իշխանությունների ռեակտիվ արձագանքող քաղաքականություն է վարում ու դա շատ վաղուց է, իսկ հիմա շատ վտանգավոր է առավել եւս օրակարգ թելադրողը Ադրբեջանն է։ Մենք տեսնում ենք ինչպես են փոխվում այն պահանջները, այն կետերը ենթադրյալ համենայն դեպս, քանի որ գործընթացը գաղտնի է կամ կիսագաղտնի է խաղաղության պայմանագրի շուրջ, որոնք որ Ադրբեջանի կողմից անդադ ավելանում են։ Այսինքն մենք լսում ենք Հայաստանի իշխանություններին մնաց 2 կետ, մնաց 1 կետ, 3 կետ եւ այլն, որոնց մասին վերջերս են նոր սկսել խոսել գոնե մնացող կետերի մասին, համաձայնեցվածի մասին չգիտենք, ու սա անընդունելի է, որտեղ ըստ էության մենք չգիտենք ինչի շուրջ են պայմանավորվել արդեն իշխանությունները հաշվի առնելով, որ այդ ու նաև այս բանակցությունները տեղի են ունենում ուժի սպառնալիքի գործադրման ներքո մեզ համար եւ ուստի հենց այդ պատճառով էլ լեգիտիմ չեն կարող լինել, բայց այդ գաղտնի պահելը նաև եւ մասնակցայնությունը չապահովելը ու միաժամանակ խոսել օրինակ միջպետական գանգատները հետ քաշելուց մեզ համար իրականում անընդունելի են մի քանի
պատճառով, բայց ամենակարևորը այն է, որ մենք կարող ենք ակնկալել նման մոտեցում բռնապետական պետությունից, որը որ ապահովում է իր գործակալների, իր պետության ներկայացուցիչների անպատժելիությունը, ինչը մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից, բայց մենք չենք կարող ակնկալել նման մոտեցում, երբ որ մենք լսում ենք բարձրաստիճան պաշտոնատար անձինց, որ ոչ միայն համաձայն ենք հետ քաշել, հա, հետ վերցնել համապատասխան միջպետական գանգատները, այլ նաև առաջարկում ենք ընդհանրապես փակել արդարադատության թեման, այսինքն որպեսզի ընդհանրապես չքննարկվի ոչ միայն խաղաղության պայմանագրի ներքո, այլ որևէ այլ այլընտրանքային մեխանիզմով այս թեման ընդհանրապես չշոշափվի եւ դրանով էջը փակենք եւ գնանք դեպի խաղաղություն։ Սա ընդունելի չէ մարդու իրավունքների պաշտպանություն ապահովող, իրեն ժողովրդավար համարող պետության կողմից։ Բռնապետականից այո, Հայաստանի Հանրապետությունից մենք նման բան ընդունելի չենք համարում։ Ավելին ասեմ, ըստ էության մենք ունենք մեկ այլ խնդիր, որը կարծում եմ, որ բաց թողեցինք ինչ-որ մի պահի եւ այլևս գուցե դժվար է օրակարգ բերել 23 թվականի սեպտեմբերից հետո, հոկտեմբերին մասնավորապես, երբ որ արդեն ունենում էինք հանդիպումներ ԵԱՀԿ մասնավորապես, հա, տարբեր պատվիրակությունների հետ, իսկ գիտեք, որ ԵԱՀԿ-ն ուներ կոնկրետ մանդատ, տվել էր մանդատ, ստեղծել էր Մինսկի խումբ, որը ուներ կոնկրետ մանդատ համապատասխան հակամարտությունը լուծելու ուղղությամբ, հա, գտնել մեխանիզմներ, եւ տարի, երբ որ ԵԱՀԿ-ում փոխվում է նախագահող պետությունը, իրենք իրենց առաջնահերթություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը համարում էին առաջնահերթ, հա 23 թվականից ի վեր, երբ որ մենք հանդիպումներ ենք ունենում, այս խնդիրը այլևս հանված է, որովհետև սա գալիս է հենց Հայաստանի իշխանությունների պատումից, այսինքն իրենց նարատիվներից ու իրենց խոսքից, որ կոնֆլիկտը լուծված է։ Ադրբեջանը կարող է ասել, ես ուժի գործադրմամբ, ռազմական ճանապարհով լուծել եմ կոնֆլիկտը, այլևս որևէ խնդիր չունեմ, ես արդեն գիտեմ ինչ եմ անում, բայց փաստացի ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը նույնպես ընդունել է, որ կոնֆլիկտը լուծվել է ու լուծվել է այդ ճանապարհով, այդ թվում նաև էթնիկ զտման արդյունք ունենալով, էթնիկ զտումը որպես արդյունք հետևանք ունենալով, եւ սա թույլ է տալիս նաեւ այլ դերակատարներին ձեռքերը լվանալ եւ այլևս այդ խնդրի մասին չխոսել։ Եվ եթե մենք համարում ենք, որ ընդունելի լուծում էր սա, եւ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ ընդունելի է այդ ու նաեւ միջպետական գանգատներից հրաժարվել, որոնց բովանդակությամբ, հա, էությամբ սա պատերազմական հանցագործություններ են, լրջագույն հանցագործություններ են, հա, եթե չխոսենք անհատական ինչ-որ դեպքերի մասին, եթե ընդունելի է առանց որևէ արդարադատություն ապահովել անպատժելիությունը թույլ տալով, այդ դեպքում մենք չենք կարող պահանջել այլ մեխանիզմներից որևէ գործընթաց։ Եվ մենք որպես իրավապաշտպան կազմակերպություններ չենք կարող անընդհատ բրդել այս օրակարգը, հա, ինչպես ասեցի, Ադրբեջանը շատ արագ ավելացնելով տարբեր վագոններ, հա, իր գնացքին անընդհատ նոր թեմաներ է բացում եւ հենց Հաջիևի հայտարարությունը դրա մասին էր։ Իրենք գրում են որպես պետություն, ոչ թե իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ի տարբերություն Հայաստանի, հա, երբ որ մենք փաստահավաքներ ենք իրականացնում, արձանագրում ենք խախտումները, փորձում ենք իրազեկենք հանրությանը, իրենք որպես պետություն կազմակերպում են, գրում են ինչ-որ զեկույցները տարածում են ՄԱԿ-ում, անունը դնում են ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ, հետո այնքան են ասում, այնքան են կրկնում, այդ 25-րդ կադրի էֆեկտը շատ լավ է իրանց մոտ ստացվում, հա այնքան են կրկնում, ինչով որ բոլորին համոզում են, եւ երբ որ հակազդում չկա Հայաստանի իշխանությունների կողմից, բոլորին համոզում են, որ այդպեսի կա, երբ որ դու լռում ես, դու համաձայն ես, լռությունը համաձայնության նշան է։ Շնորհակալ եմ հարգելի բանախոսներ, հիշեցնեմ մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում